Որդուս լողացնելու ժամանակ ես հայտնաբերեցի, որ նա թլպատված է։ Ես շտապեցի չափել նրա հասակը և պարզեցի, որ նա 10 սանտիմետրով ավելի կարճ է, քան 6 ամիս առաջ։ Այդ պահին ես վերջապես հասկացա ճշմարտությունը։ Իմ առջև կանգնած տղան բոլորովին իմ որդին չէր, բայց տղան հրաժարվում էր դա խոստովանել։ Good night, mommy. I'm not your mother. I want my son back. 6 ամիս առաջ ես որդուս տանը մենակ էի թողել հավելյալ աշխատանքի պատճառով։ Երբ վերադարձա տուն, որդիս անհետացել էր։ Ես փնտրեցի մեր տան մոտակա բոլոր վայրերում։ Ոչ մի տեղ նրանից հետք չկար։ Հուսահատված զանգահարեցի ոստիկանություն։ Ըստ ոստիկանության կանոնների, գործ կարող էր հարուցվել միայն 24 ժամ անց։ Անցավ 5 ամիս։ Երեխայիս մասին դեռ ոչ մի լուր չկար։ Հանրային ճնշումից խուսափելու համար ոստիկանությունը մի մութ լուծում գտավ։ Նրանք պնդեցին, թե որդիս տեղափոխվել էր մի հեռու տարածք և հենց նոր գտնվել է ողջ ու առողջ։ Ես հեկեկում էի ուրախությունից։ Նրանց նորից ու նորից շնորհակալություն էի հայտնում։ Այն օրը, երբ որդիս պետք է տուն գար, ես առանց վարանելու շտապեցի կառամատույց։ Չնայած նա շատ նման էր, ես ակնթարթորեն հասկացա, որ նա իմ երեխան չէ։ Որքան էլ որ ես ուշքին պնդում էի դա, ոստիկանությունը պնդում էր, թե իրենք սխալ թույլ չեն տվել։ Ոստիկանության ճնշման տակ ես ստիպված էի լռությամբ ընդունել դա։ Օբյեկտիվ ապացույց գտնելու համար ես անհայտ ծագմամբ այս տղային տարա դպրոց։ Ինչպես և սպասվում էր, նա չկարողացավ ասել իր ուսուցչի անունը։ Ուսուցչուհին հանգստություն պահպանեց և ասաց նրան նստել իր տեղում։ Նա ընտրեց մի պատահական դատարկ աթոռ։ Դասընկերներն անմիջապես սկսեցին ծիծաղել։ Ուսուցչուհին ծափ տվեց լռության համար և ասաց նրան, որ նա սխալ տեղում է նստել։ Տղան արագ փոխեց տեղը։ Այդ պահին ուսուցչուհու ստուգումն ավարտվեց։ Հետո նա ինձ ասաց, որ ինքն անձամբ կվկայի իմ օգտին, ապացուցելով, որ տղան իմ երեխան չէ։ Ես ժպտացի երախտագիտությամբ։ Հաջորդ օրը ես գնացի ոստիկանական բաժանմունք։ Ես խնդրեցի նրանց չդադարեցնել որդուս որոնումները, բայց այս ողջամիտ խնդրանքը պետի կողմից ներկայացվեց որպես անմիտ վարքագիծ։ Mrs. Collins, you still insist that the boy out there is not your son? Yes, I do. Please don't swear on. What? You are to convey the prisoner to the Los Angeles County General Hospital Psychopathic Ward.